Կրկին անդրադարձ կատարենք անասնապահության ցավոտ թեմային, այս անգամ հանդիպեցինք մեծ խանչալիի բնակիչների հետ ու լսեցինք նրանց։ Ինչպես ամենտեղ, այս գյուղում եւս գոյություն ունի հովվի խնդիր, ի տարբերություն մնացած գյուղերի, այստեղ հովիվ չեն բերում հարևան շրջաններից։ Տանինք կովը նախիր, տանինք կտոր ուդեոր պետք է, հիմից մեր մելեն չոբան չեգա, օրթայ մելին, մեր գեղը գելնի երկուատ նախիր, բերենգը մարդիկ մեր մելին նախիրը գերելին, որ տանին դի, չոբան իրեք հոգի չոբան կա գելնին կեցենք որ միենք ինչ-որ գերելինք, էդիք տանինք է, ես ծե բերենգը նորեն 200 մալ, էդիք գելիվ 700 մալ, եմ մարդիկ չեն տան, երկորը իրար կուդենք է, ու բրենենք ասմենով կամ է չգիտեմ ինչ դեր լինա, կամ է հերու լեսողանց կցեմ խոտ կակտը բոլեմիրնի մալերս կակնի բուտ պայենք դի, Точно մեր Պետրոսին ասածին պես հանենք մինչև աշուն ծախենք էլ ուրիշ հնար չունենք չոմնինգաները 130 մանետ էր ես տարի 150 մանետ էր 150 լարի եւ բայց ինչ թեգուց չդեմ իրենք են հանել ժողովուրդն է համաձայն եղել չի ասել թանգ է էս է հիմա չդեմ եկման լաշենք իշ կելիգը Առաջին հայացքից անասնապահական շրջան հանդիսացող Նինոց Մինդայում ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ Անասնապահությամբ զբաղվողների առջև եւս գոյություն ունին մի շարք խնդիրներ, որոնք եւ պատճառ են հանդիսանում բնակիչներին կամաց վերացնել այն, քանի որ արկածախսերն ավելի շատ են, քան ստացած եկամուտը։ Հիմի կարևորը գիտես ինչ է։ Կարևորը է գյուղատնտես չունի հիմի արդեն վերջացնեկը լերիվ մալ ավրանքը։ Էլ հնար չկա, ոչ չոբան կա, ոչ մի բան կա, ոչ մի հնարավորություններ չկա։ Կաթին համար մի լիտրում կաթ է, ասենք թե լարի 1 կամ լարի 20 կամ լարի թեգուզ 50 է լվացուն, բայց չովնի մոմենտով, բանի մոմենտով, հեշ մի գարոր դավայրի մոմենտով, հեշ մի մոմենտով, չի ձերնդու, որ վերաստանու շրջանի մեջ է, իդ մարդը այդից 2 կով ունի, 3 կով ունի, 5 հատ ունի, 25 հատ ունի, իդոնք իրենց հետ, ես 2 կով ունի, իմ ընդանուքս փոքր խող է ունիմ, հեկտար 25 սոտի 2 հեկտար է, ինչ է, կարևոր չէ, բայց həմիկվա մոմենտով ես ազգացոր, չովնին տամ, ինոր տամ, ինձ բան մեջով, ստված կովերս ծախեց։ Հեմի ավել լավ ես կաթը գանեմ, ամսական տամ 100 մանետ, քեզի տամ, մյուսին կաթը գանեմ, մազուն ամեն օր է տունս, բայց այն ժամանակ կաթը մենք միրտաներ շատ ռետկի կարող էլիր կեսենք կաթը դե, տանք, կոպեկ է, փարայի արնինք։ Տարիներ շարունակ անասնապահությամբ զբաղվողներ այժմ չեն նախընտրում զբաղվել դրանով, Արոտի, հովվի, վարի, ցանքսի, բարձր արժեք ու կաթի շատ ցածր գին։ Այս ամենից հետևություն, որ անասնապահությամբ զբաղվող գյուղացիների մոտ այն սկսում է անկում ապրել։ Ժամանակները ես եղել եմ հովիվ, այս ժամանակները արոտ կազեինք է, անասունը քիչ է, բայց հիմի անասունը շատացել է, ժամանակ մենակ կոլխոզն ունիս 700 ժան, բայց հիմի Ema matka halcanel avel malka paye. Unik lala matek unik o kaşkatın halal elli. Belki mete o çuçyenda. Yek çoban payen. Çomila hezemela heo aho yega sumaya test ayal yevi avitsuni. Որտեղ աշխատանք, այնտեղ դժվարություններ ու ծախսեր։ Իսկ այս ամենի արդյունքում բնակիչներից շատերը նախընտրում են արտագնա աշխատանքը։ Սակայն անկախ ամեն ինչից ջավախցին ամուր կապով է կապված հողին ու անասնապահությանը, ու նա երբեք չի նահանջում իր կենսակերպից։